2 ամսով երկարաձգվել է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը։ Սոցիալական աջակցության միջոցառումները կիրականացվեն 2025 թվականի պետական բյուջեի շրջանակում։ Արցախցիները հրապարակում վրան էին տեղադրել մարտի 29-ից, պահանջում էին վերանայել աջակցության ծրագիրը։ Բողոքը դադարեցրին ապրիլի 29-ին, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը հետ քայլ է արել եւ համաձայնել է 40+10 ծրագիրը երկարաձգել։ Շտապօգնության մեքենաները տեսախցիկներով կահավորելու հարցն են քննարկում կառավարությունում։ Առողջապահության նախարարի խոսքով այսպիսով փորձում են վարորդների նկատմամբ բռնության դեպքերը կանխարգելել։ Նախատեսում են մասնագետների հետ քննարկել, թե անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված ինչպիսի միջազգային փորձ կա, որը կարելի է նաև Հայաստանում կիրառել։ Օրեր առաջ էր զինված քաղաքացին Կանչի վայրում հարձակվել շտապօգնության բուժաշխատողի վրա։ Տուժել էր օգնության հասած վարորդը։ Պետությանը 330 միլիոն դրամի վնաս են պատճառել ապօրինի արդյունահանման հետևանքով։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 38-ամյա տնօրենը Արմավիրի մարզին Նոր Արտագերս գյուղում գտնվող իր եւ ազգականին պատկանող 3.1 հեկտար հողամասում 2024 թվականի հունվարից մինչև օրս ձկնաբուծարան կառուցելու պատրվակով առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում։ Նախաձեռնել են քրեական վարույթ։ Արմավիր կալանավայրում դատապարտյալներից մեկին տեղափոխել են պատժախոց, որտեղ նա ինչ-որ իրեկուլ տվել։ Դատապարտյալները սկսել են օգնություն կանչել։ Վերջիններիս արձագանքել է քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը եւ դատապարտյալին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է, տեղեկացնում են քրեակատարողական հիմնարկից։ Այս տարի ի դեպ արդեն 11-րդ դատապարտյալի մահն է գրանցվում։ Արդեն 4-րդ օրն է շարունակում են Հրազդան գետն ընկած ուկրաինացի երեխայի որոնողական աշխատանքները։ 100-ից ավելի փրկարար է ներգրավված։ Որոնողական աշխատանքները Հրազդանի կիրճում եւ Երևանյան լճում ավարտվում են ուշ գիշերը, վերսկսվում առավոտյան վաղ ժամը 5-ից։ Կասկածներ կան, որ երեխային սպանել են։ Դեպքի արդիվ քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, Գորիս Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են Lexus, VAZ եւ Renault Magnishi ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով VAZ Magnishi ավտոմեքենայի վարորդը մահացել է։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ավտովթարի մասին ահազանգը ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 3:16:00-ի սահմաններում։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը Lexus Magnishi ավտոմեքենայի վարորդը եւ ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։